ԴՀԿ ծառայության նախկին պետ Միրան Պողոսյանի քեռուորդին դատարանի դռներն է ընկել Myler Mountain Reserve ՓԲ-ի սեփականատերը, որը ԴՀԿ ծառայության նախկին պետ Միրան Պողոսյանի քեռուորդին է, 8 հայց է ներկայացրել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ընդդեմ կադաստրի կոմիտեի։ Պահանջում է, որ թիվ 020403030010 կադաստրային ծածկագրով հողամասի նկատմամբ Myler Mountain Reserve ՓԲ ընկերության իրավունքի պետական գրացումը կատարելուն պարտավորեցնել։ Ասել է, թե ապարանի Եղիպատրուշ համայնքում Myler լեռնադահուկային հանգստավայրը գործում է եւ սեփականատերը հանգստավայրը ցանկանում է սեփականաշնորհել ու կադաստրի կոմիտեն գրանցում չի իրականացնում։ Նշենք, որ Myler Mountain Reserve-ի իրական շահառուն Տիգրան Հարությունյանն է, Միքշին ՍՊ-ի սեփականատերը, հետախուզման մեջ գտնվող ԴՀԿ ծառայության նախկին պետ Միրան Պողոսյանի քեռու Միխայել Հարությունյանի որդին, ԱԺՀԿ-ական նախկին падգամավոր Վահան Հարությունյանի եղբայրը։ 2021 թվականից մինչ օրս ընկերությունը կառավարությունից մի քանի անգամ աջակցություն է ստացել։ Ստացվում է, որ մինչ Միրան Պողոսյանը ՀՀ իշխանությունների դեմ է պայքարում, վերջինիս քեռուորդին արտոնյան պայմաններում հողի սեփականատեր է ցանկանում դառնալ։